Պարոն Սաղաթելյան, բացի այն, որ դուք ձեր Facebook-յան էջին գրել եք, որ դատապարտում եք Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ ուղղված ցանկացած խոսք կամ գործողություն, անկախ նրանից թե որտեղից է այն հնչում, դաշնակցությունը որպես կուսակցություն ինչ է պատրաստ անել, օրինակ, ունեք կապեր ռուսական կողմի հետ, այս թեմաներով խոսում եք, թե ոչ, որ Սալավյովի նմանները նստում են եւ ռուսական պետական հեռուստատեսության եթերում հայտարարում են, որ պետք է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ հատուկ օպերացիա իրականացվի եւ դա համարում են ազդեցության կոդի։ Նախ դուք կիսում եք այդ գնահատականը, թե ոչ, արդյոք համարում եք Հայաստանի Հանրապետությունը ռուսական ազդեցության կոդի, թե ոչ, եւ ինչ քայլեր դաշնակցությունը կանի, որպես այսպես հարուստ փորձ ունեցող ավանդական կուսակցություն։ Նարեկ ջան, կարդում ես իմ ստատուսը, որտեղ շատ հստակ դատապարտում եմ, հետո ասում եք կիսում եք այդ տեսակետը, բնականաբար ոչ, շատ հստակ պաշտոնապես դատապարտել ենք այդ երևույթը եւ դա մեր համար անընդունելի է։ Անկախ նրանից դա որ աշխարհակահաղական կենտրոնից է արվում եւ անկախ նրանից այդ երկրի հետ մենք ինչ որակի հարաբերություններ ունենք։ Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, անկախողությունը որևէ մեկը չի կարող թիրախավորել եւ մենք եւ հրապարակային եւ նաեւ այլ հանդիպումների ընթացքում բնականաբար մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք ու մեր համար անընդունելի է։ Մեր համար նաեւ անընդունելի է ու ծիծաղելի է սա իշխանության վարկագիծը, երբ որ գիշեր-ցերեկ Հայաստանի Հանրապետությանը թիրախավորումը ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանից եւ Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանությունը դնում են հարցականի տակ, Հայաստանի կողմից որևէ պատասխան չի հնչում։ Ու մի հատ ռուս, չգիտեմ, վերլուծաբանի համար ամբողջ պետական համակարգը ալեկոծվել է։ Մենք դատապարտում ենք, բայց նաեւ ակնկալիք ունենք, որ այս իշխանությունները նույն սրտացավությամբ դատապարտեն Ադրբեջանից եւ Թուրքիայից հնչող թիրախավորումները եւ համապատասխան գնահատական ու արձագանք տան նաեւ դրան։ Ու այս իշխանությունը, այսինքն, իրանք միշտ այդ արտաքին միջամտության պատճառը եւ սնուցման աղբյուրը հենց իրենք են։ Մինչև իրենք նման բաներ Հայաստանի հետ սովորաբար չէր պատահում։ Իսկ դա ինչով է ձեզ պայմանավորված, որ ասում եք իշխանությունը ռուս վերլուծաբանի հետ հայտարարությունը դες քննարկեց, բանարեց, իսկ ինչպես դուք եք նշում, Թուրքիայից եւ Ադրբեջանից հնչող հայտարարություններին չեն արձագանքում։ Երկու բանով, մեկ իրենց հակառուսական կեցվածքով, մեկ էլ ձև բռնան, որ տեսեք, նրանք ովքեր ասում են Ռուսաստանի Դաշնությունը մեզ բարեկամ գործընկեր երկիրը, այնտեղից ինչպիսի հայտարարություն են հնչեցնում ու իրենք էլ ներկայանան իբրև Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությունը պահող կամ պետական ուժ, որ իրականության մեջ այդպես չէ։ Որովհետեւ այլ պարագաներում մենք նման կեցվածք իրենց կողմից չենք տեսնում։ Ու ես ասում եմ, կապ չունի որ աշխարհակահաղական կենտրոնն է, երբ որ Հայաստանի իշխանությունները նաեւ արևմուտքին հրավիրում են ուղիղ միջամտել Հայաստանի ներքին գործերին, աշխարհի տարբեր երկրներում տեղ ունեցած ընտրական process-ները կիրառել նաև Հայաստանում, սա եւս մեր կողմից դատապարտելի է եւ ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերում։ Եվ կներեք մեկ հստակեցում անեմ, պարոն Սաղաթելյան, որ ասեցիք հանդիպումներում բողոքում եք, այսինքն լինելու է ապագայում ինչ-որ հանդիպում այս թեմայով, թե ընդհանրապես էիք ասում։ Ես ասացի, որ մեր հանդիպումներում նաև նման հարցեր բարձրացնում ենք, որը մեկի համար գաղտնիք չի, որ մենք տարբեր կապեր ունենք, այդ թվում նաև Ռուսաստանի քաղաքական կուսակցությունների գործընկեր կուսակցությունն ենք, այդ թվում նաև եվրոպական բազմաթիվ երկրների եւ այն հայտարարությունները, որ մենք անում ենք հրապարակային, բնականաբար նաև այդ հանդիպումների ժամանակ եւս բարձրաձայնում։ Առաջիկայում նախատեսվում է այս թեմայով։ Այս բան կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց ցանկացած առիթի դեպքում մենք պատրաստ ենք դա բարձրացնելու, որևէ խնդիր չկա։ Որևէ սահմանափակում կամ կաշկանդում չունենք այդ ուղղությամբ՝ ի տարբերություն ոմանց։ Ասել եմ։ Խնդրեմ։ Պարոն Սաղաթելյան, դուք խոսեցիք, որ իշխանությունները դիմել են Եվրոպային ուղիղ միջամտելու համար մեր երկրի ներքին գործընթացներին, այս պարագայում սպասվելիք խորհրդանական ընտրություններին։ Ինչ եք կարծում, արդյոք այդ միջամտությունը կլինի եւ որքանով է ընդդիմությունը դրան պատրաստ։
Տեսեք, այն սցենարների մասին, այո, այն սցենարների մասին, որ խոսում են, դա ուղիղ միջամտություն է, դա ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ կազմակերպելու մասին չէ, այլ ընտրությունների մասնակցող մի շարք ուժերի հնարավորությունները սահմանափակելու, որտեղ այդ օրինակները, որ բերում են կոնկրետ երկրներով, այդ երկրներում դա է տեղի ունեցել։ Սա իրոք շատ խորը մտահոգության տեղիք է տալիս եւ մենք հիմիկվանից պետք է նաև բարձրացնենք միջազգային տարբեր ամբիոններում այս վտանգի մասին եւ սա ամենախայտառակ սցենարն է, որ կարող է տեղի ունենալ եւ Հայաստանում իշխանության ձևավորման սուբյեկտը հայ ժողովուրդն է եւ հայ մարդը, որևէ արտաքին միջամտություն, նորից եմ ասում, որևէ կողմից մեր համար անընդունելի է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ձևավորի Հայաստանի իշխանությունը, այլ ոչ թե թուրք-ադրբեջանական ազդեցության, արևմուտքի կամ թեկուզ ռուսական կամ թեկուզ մեկ այլ։ Հետևաբար ցանկացած արտաքին միջամտությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու իշխանությունը ձևավորելու սկզբունքի վրա մեր համար անընդունելի է եւ ընդդիմադիր դաշտ այս ուղղությամբ եւս պետք է հանդես գալ։ Այդ մասին մենք հրապարակային հայտարարություններ արել ենք, անելու ենք եւ միջազգային տարբեր ամբիոններից այս հարցը բարձրացնել ենք։ Եթե խոսքը ոչ թե թափանցիկ ընտրություններ կազմակերպելու մեխանիզմի, այլ այդ նպատակով իրականում տարբեր ուժերի մասնակցությունը սահմանափակելու մասին է խոսքը, դա մեր համար անընդունելի է։ Տեսեք, իրականության մեջ այս վտանգը կա եւ սա ռեալ վտանգ է հաշվի առնելով այս իշխանությունների այսօրվա ձեռագիրը, այն ռեպրեսիաները, այն ամեն ինչ ինչ որ անում են։ Մի քանի հավանական սցենար կա եւ այդ տարբերակները այսօր ընդդիմադիր դաշտի ուժերի հետ մենք քննարկում ենք։ Այո, եթե իշխանությունը գնա այդ տարբերակով, դրան համարժեք եւ համապատասխան քայլեր պետք է անի ընդդիմությունը եւ դա անխուսափելի է։ Ու այդ տարբերակները այսօր քննարկվում են։